Ողջույն ժողովուրդ ջան, Արմենը մեր հայրենակից սովոր այս պահին գտնվում է արտասահմանում։ Իմ հետ կապի է դուրս եկել եւ ուզում եմ ներկայացնի պատմի դեպքեր, որը տեղի է ունեցել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ինքը գտնվել է Հադրութի շրջանում։ Խնդրեմ Արմեն ջան, դու պատմեցիր ինձ, որ այստեղից քեզ ուղարկել են Հադրութ, այսինքն դու կամավորագրվել ես, որ գնաս Հադրութ պատերազմի, Ղարաբաղ պատերազմի եւ քեզ այնտեղ ուղարկել են Հադրութի շրջան Դրախտի գյուղի մոտ գտնվող այն Հադրութի ջրաշխարհ կոչվող տարածքը, արցախցիներին շատերին հայտնի է այդ տարածքի մասին, ես ինքս եղած եմ այդտեղ։ Դու պատմեցիր, որ տեղում մի 4 օր պահել են եւ չեն տարել մարտի դաշտ։ Այնուհետեւ խնդրում եմ շարունակի, ինչ տեղի ունեցավ եւ ում դու տեսար հայտնի մարդկանցից, ովքեր որ եկան բլոգեր, թելերագրող, մենուա անունով, տեղյակ ես ասի, եթե չէ, այդպես էլ կարող ես նկարագրել, ինչպես էր մենուան իր դիմագծերով եւ ինչ էր խոսում ձեզ այդ ընթացքում, ձեր հետ։ Այդ ընթացքում ես մենուա չեմ ճանաչել, պրոստը տղեկն են ճանաչում։ Եվ ասին որ էսի մենուան է, ինչ կան հիշեմ, ասին Սերժի լրագրողն է, ով է ինչացու է, էլի այդ ձև երևի, էլի։ Այդ ձև ասին ինքը ագնոցավոր մազերը գանգրոտ երկարոտ տղա էր այդպես։ Որ եկավ ինքը պոչ կաբած բան, այդ ձև էր, իշքան գհիշեմ։ Դի զբորնի պունկտն եմ ես իրան դաժե տեսել Երևան Չարբախ զբորնի պունկտը։ Մեզի որ արդեն պետքա տանենք կպատրաստվենք որ մեզի պիտի բարձրացնեն դիրքերը հանային, իրանք ատկազ եկան, իրանք չեկան։ Իրանք գարանտիա ուզին, մեր սպայից գարանտիա ուզին, այդ մարդն չի կրա գարանտիա տա։ Ես ուղղակի իրանցի որ դուք եկել եք պատերազմի դաշտ, ես անձամբ մոտեցա արդեն մեր կոմանդիրին տեսնիմ վրա այնտեղ կխոսան մեզի գարանտիա տուր, դու կտանես մեզի գարանտիա կուտաս, ինչ գարանտիա կուտաս եւ այլ, ես որտեղ եկել եք պատերազմի դաշտ, դուք ինչ գարանտիա կուզեք։ Ցեզի ով գարանտիա կուտա։ Էդիկ տունը մտածեք, նախքան գալերը մտածեք, դուք եկել եք 90% չունի, 99% է ձեր գարանտիան, դուք ինչ գարանտիա կուզեք։ Ոչմ, ու իրանք չելան, իրանք այդպես է չելան, իրանք մնացին ներքևում, մեզի հանին վերև, մենք մի օր մնացել ենք հեռախոսի վիշկա կար, այդ վիշկի մոդը, մի օր մնացել ենք այդեղ, հաջորդ օրը ամսու 15-ին, հոկտեմբերի 15-ին։ Մենք արդեն ելել ենք դիրքեր, հոկտեմբերի 15-ին ելանք այդեղ տեսանք գեներալին մետ կար, ուրախ զվարդ, ոչ կասկա, ոչ ման իր մարդ տլրված, ուրախ զվարդ խորատակերներ, ընդեղ գհրջվեր բան, տեսել եմ այդեղ Ռուստամին, Գասպարյան Ռուստամին, Սև Հովազի, ծանոթացել եմ, մենց պատիվեր իմ համար, 1000 հանգիստ իրաշիրիմին, ես այդ մարդուն որպես հերոս ազգասեր մարդ եմ ընդունում։ Իսկ քրես գեներալը մյուս գեներալը ով էր որ ծիծաղում էր խնդում էր։ Այդ գեներալը Դավիթ Մանուկյան։ Ով որ հիմա գտնվում է Բաքվում։ Հա, հիմա այդ գեներալը հենց մի կգտնվի Բաքվի բանտում։ Հենց այդ գեներալը, հենց ինքը ինքը։ Հա, ինքը քո հետ կամ ընդհանուր դեն զրույց ունեցելա որ դու ոչ մի վերջում ես հիմա կպատմեմ մեր իրա զրույցը։ Ոչ մի բան, ես պրոստը տեսել եմ այդ պահին տեսա երկու հոգի մի հատ տղու թևի տակ ընկած կբերեին վիավորված տղա էր, այդ տղուն քֆուր տվավ բան, դու ինքդ քեզի խփել ես բան, դու ինքդ գնացի քեզի վիավորիր բան ու գնացեք ձեր Նիգոլի մոդը, ձեր Նիգոլին պատմեք ինչ որ է Նիգոլից ուսեք ինչ ձեր առողջությունը բան, այդ ձև էլի, ես արդեն մտածում ես մարդը ինչ գեներալ էսի քաղաքականությունից խորացեսի պատերազմի դաշտում իրավունք չունիս դու պես բան խոսալու, դու քո զորքի մասին մտածա, ամեն մեծ զորքը իր հետևից մի հատ ընտանիք ունի, թողած մի հատ պատմություն ունի, կյանք ունի, թողած եկել եք ու կողքն եք, այն է դու այդ մարդկանց պես կլարես։ Ինչ որ է, ես բայ ռադիայով կապտվին, բա կամաջիր վիավոր ունին, հասկացա, բերեք ինչ որ է այդպես կախեց, անցավ մի 2 րոպե, ես մեզի բուկվալ նսել են որ մի 10 րոպեից վсё մենք գելնինք վիրև սարը բդելնինք այդ թուտակի պոստերը մի հատ առելի սպես սարը սուր կերիշիկ էր այդ ձևի սարը այդ սարը ցախի վրա կգտնվի եթե կերտած դեպի Հադրութ
թութագի պոստն է, այդտեղ սարը կիսած թազա ճամփա է սարկած, էդի թազա ճամփա է, հին ճամփեն ցածի աճով կեր դա ինչ կա, գիտեմ, էդի ուղի թազա սարկած ճամփեն է, սարը կիսած, պես պրյամո, ձախի վրա է այդ սարը, ու շատ սուր սար է, մենք մեզի բդի սինոր բդի մի 10 ռոբեից ելնինք, այդ պահին իմ դեմը գդե տնձնից 2-3 մետր, հեռավորության վրա այդ գեներալը գքել էր, կայել էր և դեղ եղել է Ռուստամը, ու դեղ եղել է էլի տղեկ, որոնք կարան իմ խոսքը հաստատեն իմ բարերը տղեկից կան, ես կարամ 20 հոգի է տղա բերեմ, որ իրանք ներկայ են եղել այդ ամեն ինչին, բա հրաճայով կապ տվին, բա պարոն գեներալ զոհեր ունինք, պես բա հասկացա բան ճղայնացած, քֆուրով էլի պես ոշեմ էլի քֆուրով ու կախեց ու դարավ իրա ներկևում իրա հետ բան կար իրա հետ էլի era բաներից էր էլի ենտականերից էր ով էր իրա մարդկանցից էր դարավ պես ժպիտը երեսը լավ է թող ասեն զոհերը շատ եղնի որ Հայաստան ժողովուրդը ելնի Նիկոլի բերանը ու չի հասկացան, որ հասկանան, չոտքի ես բարար կսեմ, էդիկ սաղ կյանքս իշկան ավրիմ, այդ տպավորությունը իմ մեջ կմնա, որտև էդիկ ազգի դավաճանություն է, դա քո եղբայրներն են ցանկացածը, ու այդպես էլի լավ է, թող ելնին Հայաստան զորերը շատ եղնի, Նիկոլին սպես, այդ պահին Ռուստամը իմ դեմն էր, ես խնդրեցի սի կամանդիր, կարելի է քեզի, մի խնդրանքով Եկավ սիոր սպես էլի մենք չենք ուզել, եսի մարդ չէ, եսի հրամանատար չէ, ես չեմ ուզենա սրա հրամանատարության տակ մնամ, ես գուզեմ մտնիմ քո ջոգատ, ու իմ հետ տղեկ կան, եկա ջահեր տղեկ կան, ափսոս են էլի, թե կրվինք, մարդավարի կրվինք, թե մերնինք, էդիկ բան չի, մենք եկել ենք մեր 199% կրվող մերնող ենք մենք, Մինյակ սի կամանդիր, հնարավորության դեպքում, եթե աստված տվավ, եթե մենք ողջ մնացինք, հետո մեր հետ դադու դատաստան կարա եղնի, դու մեզի պաշտպան կայինիս, մենք զորքով քու կողքին կեղնինք, ուղղակի ինքը նեղված էր այդ գեներալից, այդ խոսքերից, այդ բանից, պրոստը ինքը ընձի բան չեն տա, ես չեմ կր, ատկան լիազորություն չունիմ, որ կրանամ էլի այդքան լիազորություն չունիմ, բայց պայողը իրա ջոգատն էր, իրա ջոգատը սա կպային է դիրկերը, տղեկը բոյկուտային կռիվ կենեին մի այլ կարգի, դեսի ուրեմս լավ, որ չէ, ու հաջողերին, ու մեզի պադյոմ տվին, մենք իրար հետ կխոսայինք, մեզի պադյոմ տվին, արդեն բդելնինք բանը, սարի գլուխը բդելնինք, էլանք սարի գլուխ աղբերս, էլանք սկսինք դիրկավորվելը, մեր վրա մինամյոտներով սկսեցին մեր վրա կրագելը, մեր վրա մինամյոտները թապին, մեր հրամանատարը տղեկից մեր հրամանատարներից նահանջ, տղեկը գորայ նահանջ, ռացիայով, մենք ունենք կավեր ունենք, մենք կամատեն մեզի նահանջ տվին, որտեղ մեր վրա մեկ գլուխ կլծեին ու լծեին, բամբիտ կենեին մեր վրա, իմենը հենց այդ մեր պրոստը այն ձևեր, որ մենք էսի սարն է, էսի մեր թիգունքն է, իսկ այս հարավը հադրուտն է, դեպի հադրուտը, իսկ այդ կողմը արդեն թշնամու ձեռն էր, մեր ձեռը չէ, մենք չհասած հադրուտ կպահենք, հենց այդ թութագի պոստը, նոր կա, մենք կան 2 կիլոմետր կարողը, չգիտեմ, դոշնի չեմ կրեն, սե աղբերս այստեղ խպեին ասպես քիպ մեր կողմը, դաժե սենք հողերից կլծվեին մեր վրա, ծառներից ճուղեր կկտրեին մեր վրա գտնեին, ոբշեմ, որ մեզի նահանջ տվին, մեր նահանջի ժամանակ, մեր թիգունքից սկսին բանով խպել, դեշեկաներով Ինչպես իմացար ձեր թիգունքիցա, թե թուրքեր են մոտիկացել չեն կրա թուրքեր մոտիկանա, որտև այդեղ չկար, այդեղ սաղ մերոնք էին այդեղ սաղ մերոնք են, այդեղ սաղ մերոնք են, այդեղ թուրք չկար, այդիկ են ձևեր, որ այս դոշն է, այս կողմը թուրքերն են, իսկ այս կողմը ու են թարավը, մեր տերիտորիան է, մեր մարդիկ են, մեր տղեկ են, մեր ժողովուրդն են, ու սկսեցին մեր թիգունքից մեզի խպելը, մենք որ նահանջ կուտանք արդեն կայնա վեր չխպին, մի հատ լավ օչեր էդ պային մեր վրա, ու գուկանք մենք արդեն գտեսնինք, որ
մեր դեմը այդ տեղերը կերևա մուխ կերնի, բան կերնի, էլ այդ կրակած տեղերը բան։ Ոբշե միջանք ներքև գեներալին ես մոտեցա, սի դու ով ես քո անունը, բա ես կոմիտասն եմ։ Հնձի կոմիտաս կսեմ։ Բայց անուն ազգանուն չսավ, ինքը գեներալ մայոր էր պամոյեմում։ Երևի գեներալ մայոր էր, անուն ազգանուն չսավ, կոմիտաս։ Այդ նույն Դավիթ Մանուկյանն էր, էլի։ Հա, հենց նույն ինքն է, սա ես ինչ կկատարվի։ Ու կզգանք որ դի մեր կողմից էլ գուկարել այդ պայթունները, այդ բաները, այդ մինամյոտներով, բայց մենք ենք որ թշնամուն խապս տանք եւ այլն, հակսեմ թշնամուն խապս կուտակ, բա թիգունքիցս խիգը խփես։ Ինչի թիգունքիցս խփես, ու ես արդեն իրան քրվել են, բան տեղեկից են իրան քֆուր տվել, բան, պրոստը ես տեղոնցի տեղեք, ստեղ հայդարակ չերնինք, մենք չդնենք հայերով սկսենք իրար խփելը, հայդարակ կերնինք, էլի, թքինք վերեն, պրոստը եկանք սինքոր մեր գիշնինք ցած, մեր տեղեկից շատ տեղեր կային, որը կելբաջար են, որը բան, կերտանք կմիանանք մեր տեղեկին, մենք կռիվ կենենք, եսիք դավաճան է, մենք սրա հետ կռիվ տալու չունենք, մենք սրա հետ կռիվ չենք տա։ Այդ մի 10 մետր ցած մի հատ գնդապետ կար, գնդապետ էր թե փող գնդապետ երևի, բայց Ղարաբաղի ակցենտով է խոսար այդ մարդը, ինքը թևից միավոր էր, աջ թևը, եթե կա այդ մարդը ողջ է, շատ լավ է որ ողջ է, այդ մարդը թող գհիշե, այդ մարդը բայ եղբայր, մենք զենք չունենք, մենք ուրդիկ զենք ունենք որ ձեր վրա կրագենք, ասեմ ախպերս դուք զենք չունիք, բայց ձեր գեներալը պրիզնատ կուկա, որ ինքն է կրագե մեր վրա, ինքը պրիզնատ կուկա, ասեմ որ ինքն է մի դուք վերջ ճանապրհից եղեք, դուք մարդ եք թե ինչ եք, դուք նուշելի ես կամ մարդը տուն տեղ թողած եկել են որ հող պայեն, ախպերների կողք եղնի, ձեր համար դա ոչ մի բան չունի ձեր համար, այդ մարդիկ ձեր համար ոչ մի բան չունեն։ Ու մենք իջել ենք ցած այդ բանի տեղը։ Այդ ջրաշխարհը, հա, իջել ենք ջրաշխարհը։ Բուկվալնը մենք ջրաշխարհը չենք հասե, բուկվալնը 15 րոպե հետո, մեզանից 15 րոպե հետո բանը Սև Հովազի տեղեկին ջպերով տարա։ Մենք չի դենք։ Մենք հաջորդ օրը իմացանք, արդեն Սև Հովազի տեղեկին խփել էին, հետո տեղեկից ըսին որ բեսպիլոտնիկ է խփել։ Տեղեկից ինչ որ մարդ էր եղել, ըսին որ դեղ էդի եղել է ամսու 15-ը, հոկտեմբերի 15-ը, իրիկվա ժամը 6-7-ի կողմերը իրիկվա։ Ու բաներին որ դիք բեսպիլոտնիկն է ինչ նոր խփել, ու դաժե այն պատմին որ տեղեկը կայնած ականատես են եղել, էլի մեր տեղեկից էին։ Որ այդ գեներալը նստե իր ավտոն գնացել է, իրանը դեղին գույնի ջիպ էր։ Այդ տիպի մի հատ ջիպ Սեյրան Օհանյանն է եղել։ Այդ Սեյրան Օհանյանն որ ասում է, բանը դի սաղ ստում է, Սեյրան Օհանյանը ամսու 15-ի թե 14-ի ցերեկը եղել է այդեղ 15-ի ցերեկը երևի, 15-ի ցերեկը։ Ժամը հադրուտ, հենց դից ինքը իշնելով եղե, տղեկին ձեռով էր, մուզիկան միացրած, տղեկը կսեն որ Սեյրան Օհանյանին տեսանք, ձեռով երավ, մուզիկան միացրած, խնդած մեր վրա, մեզ պես ժպտած, խնդած, ձեռով երավ ու գնաց։ Մի հատ ճշտում մտցնենք ստե էլի Արմեն ջան, դու թողեցիր փաստորեն Սև Հովազենս բան այդ Դավիթ Մանուկյանից մոտ իջար տե որպեսզի տեից տեղափոխվեք Ջաբրայելի կողմ ինչ որ ուրիշ կողմ, հա։ Ջաբրայիլ չէ, այդ վաղ դեռ Ջաբրայիլ չկար, իրանք Ջաբրայիլից է դեպի հասել էին Հադրութ, էլի Ջաբրայիլ։ Հա, Քելբաջարի կողմ ասիր, հա ոնց է։ Քելբաջար, որտեղ ես այնտեղ ընկերներ ունեի, բարեկամ կար, ախպերներ կային, ես պետք է գնայի իրանց մոտ, ախպեր ջան։ Իսկ Սև Հովազի Ռուստամը ինչպես է հավատացել Դավիթ Մանուկյանի շարունակի միասին ինքը իր հետ միասին է չէ, ինքը մենք որ իջանք, ինքը արդեն այդ մարդու հետ գեներալի հետ արդեն վեճի մեջ էր մտել։ Հա։ Հələ իր տղեն էլ վեճի մեջ էր մտել, չգիտեմ որ ինչ տրեկի հետ էր վեճի մեջ մտել, իր տղեն որ մահացավ հետը։ Ես անձամբ պետք է գիշնելուց իմ աշկս տեսա որ ինքը դաժե իր տղուն խփեց, մի հատ Իրատեղուն խփեց, որ վեճի մեջ էր մտել, սա հանգար չփորձեք, այստեղ վեճ սարքեք, դուք սաղը ախպերներ եք։ Էդի Ռուստամը ես կհիշեմ, ինքը իրատեղուն սիլլա տվավ, էլի, իրան խփեց, թե չփորձեք մեկի հետ վիճեք։ Ճիշտ ասել էլի։ Ու այդ գեներալի դե հա ճիշտ է ասել, ախպեր, բան չունի, հա, որ իրանց
դու այդ գեներալին ինքը այդ վաղ արդեն պասլատ գեներ, ինքը էլ չէր լսել այդ գեներալին։ Ես պրոստը ենքան էի վրտոված, որ ես այստեղ չեմ մնա, որտեվ ինձ որ ինքը ատկազ երավ, ես իրան շատ խնդրի, ինքը ատկազ երավ, ինքը վախեցավ, սև հովալա, Ռուստամը վախեցավ, բրատ, ինքը սա ախպեր, ես Հայաստան էլ, կուկան թեկուս պատերազմել պրզնի, եթե ողջ մնանք, խնդիր չկա, համ ես քեզի կպաշտպանեմ իմ տղեկով, համ դու պիտի մեզի պաշտպանես, որտեվ դե հետագայում պիտի ասեն, չէ, հրաման չի կատարել, մեզի չի ենթարկվել, ես այդ պրյամո իրան կրայ կայնեսի որ ես կուհետ չունիմ կրվելու, որովհետև դու սեն կրվող չես, դու դրել ես մենք ստեղ հարուն կթափենք, դու ընդեղ Հայաստանի ու Փաշինյանի անուն հոլով ես, դա հեչ կապ չունի դրա հետ, դուք սենք ու ես դրանից հասկացա, որ այս մարդիկ պրոստը կհանեին ոչ մի կրվի, պրոստը կհանեին ու իրանք էլ իրանց ժողովրդին կսպանեին, որ զոհերը շատ եղներ, որ Հայաստան հեղափոխություն ունեն, իրանք դրանց հետաքրքիր եղբայր, ինչևից է, որ մենք որ իջանք, հետո եմ իմացել, որ Սև Հովազը Իվանը, ու այդ պատմությունը կիսատ մնաց, այդ գեներալը կփախնի ավտոյով, կանցնի գետը մե 100 մետր գիշնի ցած, կկայնի ու գիշնի նոր տղեկին գիշնի ավտոյից տղեկին ձեռով կենե, թե փախեք եւ այլն տուտասուտա ու էլ չեն հասնում, դեռ Ռուստամը մենք որ հարիկը ջոգեն ինչոցը էլ չեն հասնում, բեսպիլոտնիկը կխփե ջպին իրանց, ես որ իջա Ես մենք իջանք ներքև, այդ տղեկը արդեն գնացել էին, մենուային բանը, նոնք արդեն թողը թրել էին նոնքից, այդ տեղից որ իջանք։ Մենք գնացինք Կրասնի բազար, հասանք Կրասնի բազար, ես զանգեցի, իմ ընտանիքը Ռուսաստան, իմ սաղ ծնող, բարեկամ, հարազատ, երեխա, բոլորը սաղ Ռուսաստան են, մինակ եցեք, թողը եկե, իմ հայրս էլ Իվանդ, իմ հայրս մահացավ, 1000 ողորմի իրան, իմ հայրս մահացավ հենց այդ օրը, ամսու 15-ին երև ինքը մահացավ ու ընցի կյանք տվավ, ասված իրա կյանքը վերուց ընցի կյանք տվավ, այդ բամբի տեները այդ ժամանակ է հայրս մահացել, իրա հազար հանգիստ չի լինին, ես ամսու 16-ն էր, հոկտեմբերի 16-ը, զանգեցի Հայաստան, որ ես տղեկից համար վերցնեի, որ գնայի Քելբաջար, կամ բդի գնայ Սասուն Միքայելյանին միանայ բաներին, մեր կամ Սասուն Միքայելյանի ջոգադին, երգրապաներին, կամ բդի գնայ բան, Քելբաջար, ես գնայ Քելբաջար, ընդեղ մեր տղեկի մոտ է, որտև ընդեղ սաղ մեր համագյուղացի ինգերներ, բարեկամներ տղեկ ընդեղ էին, բդի եստայինք ընդեղ, շտոր ես զանգի Հայաստան, ընցի Հայաստանից, ըսին որ դուք դիգաս, սպես դեպք եղել, ու իմ հորս համար ասին, շտե էգա ծորի չաստ, տղեկը բարմեն ինչ պետք է անենք, տղեկին սի տղեկ, ես դեզի բան չեմ կար անենք, որոշեք ինչ կուզեք, ես կերտամ Հայաստան, իմ հորս հողին կհազնեմ, հետո նոր գուկամ, եթե մինչև այդ եղանք, մի բան կենենք, ու ես գնացել եմ ծորի չաստ, աղբերս, գնացել եմ ծորի չաստ, զենքս հազնել եմ, ու զենքս էլ լսել եմ, որ նորից ես ետ կվերադառնամ, Ծորի չաստը մնացել եմ ամսու 16-ի իրգունը գիշերը, առավոտ ամսու 17-ի ցերեկը ժամը 12-ին ես դուրը բացել եմ 12 կես գետը կապտյորկա կար առաջի հարգը կապտյորկի դուրը բացել եմ այդտեղ նստած եղել հենց իմ դեմոս դեմ եղել է իմ հայացք ընկել է Սեյրան Օհանյանին ու տեղա այդ չաստի աֆիցերներից Այդ պահին Սեյրան Օհանյանը պրոստը ժպիտ է երեսը ծիծաղով չգիտեմ ինչ որ բան էին քննարկում ես որ էդի տեսա դուրը փագի դուրսելա դուրը փագի ես պետք է դիմեի որ ինձ թուղթ տային որ ես թղթով ակուրատնի երթայի այնտեղ շատ տեղեկից կային ամսի 17-ին փաստորեն ժամը 12-ի կողմերը Սեյրան Օհանյանին հանդիպել ես Ցորում Եթե այդ ժամերին եւ այդ ժամանակ մարդ ա եղել Ցորում պետքա հաստատեն կամ հերքեն ասեն Արմեն հաստատը ես քեզի ասեմ Ցորի չաստում մի հատ աֆիցեր կար Լեննագանցի տղա էր Տղեկը բունտ էիները ես քեզի այս պատմությունը պատմեմ եթե այդ օրը Ցորի չաստը եղած ցանկացած թե աֆիցեր թե կամավորականներ թե սալդատներ էդի կհաստատե Ցորի չաստում բունտերին տղեկը Գերնեն կերտային բունտերին կերտային ես
անձամբ կայնել եմ հնձի այդ դրանց բանը մեզ երևացող տեղեն որ ասենք լսեին բունտկեներ խոսար հնձի մոդիկ տեղա շատ հարազատ աղբյուր տեղա ինքը հնձի լսեր իսկ այդ լեննագանցի տեղեն աֆիցերը ինքը դեմ էր դորել բայց ինքը պետք է բայեր ես որ այդպես հանգստացրի տղոնց որ հանգստացրի ինքը եկավ իմ կողքը եթե այդ տեղեն հիմի սաղ է ողջ է աֆիցերը լեննագանցի ինքը տեսնի ինքը կհաստատե դիկը ամփալ տողոս ինքը ին թևը բռնած ին ձեռը բռնած ես կզգամ ինքը ինչ կդողա ինքը ասենք իր ներվերից իր բանից ինքը բանի մեջ է ինգել ինքը ասես ստրեսների մեջ բանի մեջ էր ինքը այդ տեղեն Ես կսպասեի Հայաստանից ընցի բդի զինկոմից բան լեննագանի զինկոմից բդի թուղթ խրգեի նոր մահվան բանը կա պաբայիս մահվան թուղթը բան Ռուսաստանից խրգել են ես պետք է գնայի Հայաստան որ ամսու 18-ին դիմավորեի այրոպորտից ու տանեինք հողին հանձնեի հորս ամսու 17-ին ես դուրս եմ ելել ամսու 17-ին իրիգունը ընձի ավտոկայանի մոդը իջել եմ ավտոկայան, ընձի ավտոկայանի մոտը վայենի ոստիկանությունը տեսավ, նա ինտերտերը սիտեղեք ընձի օգնեք, ցավակցին բան, սիտեղեք ընձի օգնեք, մի ձևի ես չիդեմ անծանոթ տեղ եմ, ճարու ճամպա չիդեմ, ընձի օգնեք մի ճամպա ցույց տվեք, մի կերպ հասնիմ ես Հայաստան։ Ընձի տարան Ստեփանակերտից դուրս գայիկ կար, կայնած գայիկ կային էին միլիցեյը, в общем, ռազմական այնտեղ բանի գայիկ ավտոտեսուչները այնտեղ իջեցրին ասին որ այս մեր ախորը իշքան շուտ հասցրեք երթա Հայաստան ինքը դեպք ունի իրան դեպքը բանը ընձի ճամփին Հայաստան ես ֆուրով ընձի ճամփին Հայաստան եկել եմ մինչև Գորիս այդ ֆրի շոֆերը ընձի բերավ մինչև Գորիս Գորիսի իջա երկու հատ տղակային նստած հաց կուդեին միտեղ ընձի որ տեսան դե ես իջել եմ անտրամադիր իմ շնորհքներն եմ կոշկում բանել այդպես ընձի կանչին բարի նստի ծանոթացանք էլի Արմեներ անունը հենց Ստեփանակերտի տղա էր բանից բարձվա որ ինքն էլ իմ համագյուղացուն հետ բարեկամ են լավ մոդ է մեր գյուղն եղել է մեր ճանաչում էր մեկ քանի հոգի իրանք ընձի բերին Երևան ուտպես հաջորդ օրը ամսու 18-ին դիմավորել են մորգում դիմավորել ենք բաբային ու գնացել ենք հողին հանձնելու հողարգավորման եւ պես տեղեկից հետաքրքրվա այդ կոմիտասի անունը որ քսեր կոմիտաս հետո ինտերնետով նայեցի ինքը Դավիթ Մանուկյան այդ նույն նկարը բայց թե ինչի իրան կոմիտաս կսեր իրան ոչ մեկ ես հետաքրքրվել եմ շատ տեղեկից հետաքրքրվել եմ նու ասենք աֆիցերներից որը գնդապետ որը մայոր որը կապիտան որը Ղարաբաղ ծառայած էլի աֆիցերներից ոչ մեկ կոմիտաս չդեր ում հետ կխոսամ մի հատ կոմիտաս գիտեն գեներալ մայոր այն էլ Հայաստանի ֆիզոհուկն է ինքը շատ լավ գեներալ է ես հետո իմացել եմ ինքը ով է իր համար միշտ լավ բաներ եմ լսել Պրոստը ափսոս որ Դավիթ Մանուկյանը իրան կոմիտաս կանվաներ հիմի այդ մարդը նստած է Բաքվի բանկի հասկացա Արմեն ջան Սեյրան Օհանյանը եւ Դավիթ Մանուկյանը միասին դու տեսել ես հադրութում էլ չէ փաստորեն միասին չեմ տեսել մենք եղել ենք այդ հերախոսի վիշկի մոտ նախքան 13-ին ու 14-ին ամսու 13-14 եղել ենք հոկտեմբերի վիշկի մոտ ամսու 14-ին տղեկն են տեսել մենք 2 ժամը մեկ տղեկը ելն են ճամփեն մենք անդարի մեջ ենք դիրկավորված տղեկը ելն են ճամփեն այդ տրասի վրա այդ վիշկի մոտ ելն են վիշկի մոտը տղեկը բանկեն են երթապայենք 2 ժամ մեկ երթապայենք Սեյրան Օհանյանին տեսել էին մեր տղեկը Նորիջան մեզի Սեյրան Օհանյանը եկավ հադրուտից եկավ գնաց մեզի ձեռով երավ ժպտաց բան խնդաց մուզիկան միացրած եկել էր ծոր էլի փաստորեն ինքը եկավ ծոր հետո հա ինքը դից գնացել էր արդեն Ստեփանակերտ հետո մենք ամսու 15-ին ելանք այդ պատմություններն եղավ արդեն ես հետո Հայաստանում ակին բաներ իմանալով նոր այդ մարդկանց միակ ցելը եղել է այդ որ մարդկանց զոյտան հողերը գրողին
մարդկանց Հասկացանք, Փաստորեն դու ականատես եղար, որ Դավիթ Մանուկյանը ռացիայով խոսալուց ադբոյա տալիս, հետո ասում, ինչքան շատ դոտանք, այնքան լավ, Նիկոլին հեչ կհեռացնենք, այդ մեկ, հետո մենուայի մասին անորոշ մնաց, մենուան վերջը ասեց, որ դուք չեք երաշխավորում իմ կյանքը, որ ես ողջ եմ մնալ պատերազմում, թողնում է գալիս Հայաստան, ճիշտ եմ հասկացել։ Ահա, իրանք թողին, իրանք մենք մեզի կաման տվին որ այդ բանից հանեին, այդ ջրաշխար նոր կա, այդ ջրաշխարից որտեղ մենք բազիկը բցենք եղել, մենք հանենք, մենք եկանք իրանք արդեն գնացել են, մենք քանի որ ամսու 12-ին թե 13-ին, 14-ին ենք, 13-ին ելել ենք այդ ջրաշխարից, մենք 15-ի իրիկում նոր իջանք ներքև, իրանք էլ չկային, իրանք արդեն թողե գնացել են տղեկը։ Եվ մենուայենք թողե գնացել են, այդ մենուհան իմեն այդ մենուհան ու իրա այդ հետի տղեն ու մոր տված էր, իրան լավ էլ իրա բանին, իրա մասլի տղա էր, տվել էին հրամանատար, ինքը բայց գրաժդանսկի էր, պրոստը ինքը ավարդած, սորված ավարդած էր, տվել էին որպես հրամանատար, մենք աֆիցերսկի սաստավ չունենք, մեզի մեր հատը դա ամբողջ 7 տվաշտին, մեր հատը մայոր ունեինք ախպեր։ Վանագի վանա, ինքը թե արդեն բան էր, թոշակար Չէ, ինքը հենց բանակի էր, ծառայության էր, մայոր էր, այդ մեր հոգին էր, զորացրված չէր, զապաս չէր ինքը, զապաս չէր, ունենք մի հատ զապաս ունենք, շատ լավ ազնվորություն, Պալոյան, Կարեն, թե հրաչ, թե Կարեն, չեմ կրա հիշեմ, ինքը բայց բան էր, ինքը հատ ստավկի է, էդիկ շատ լավ, հենց ինքը ներկա եղե իմ ու Ռուստամի խոսակցության, մենք իրեկով ենք խոսացել, ես, Սեյֆ Հովազի, Գասպարյանը, Ռուստամը և այդ մեր Պալոյանը, ինքը մեր հետ մինչև վերջ մնաց, մեզի մինյակ չթողեց, ինքը եկավ զենքերին դիրությունն էլ բան, բայց ես զենք չէի հասնեմ, որովհետև ես չէի եկել որ ես եկել էի մինչև վերջ պետք է մնա, ես Հայաստանին զոր կսեմ ստեղ Հայաստանավոր կսեմ չէ, Ռուսաստանից ընցի կսենք, բա ինչ ես եկել, ով ունիս կսեմ ազգս է ստեղ, իմ աղբերներն են ստեղ, դրա համար եմ եկել, շշվում էին այդպես։ Արմեն ջան, իսկ դու հիմա ինչ ես կարծում, Սև Հովազին, թե մեր հայերը խփին, թե թուրքի բեսպիլոտնիկը։ Չէ, մեր հայերը չեն խփել, բեսպիլոտնիկն է խփել թուրքը։ Ուրեմն ճիշտ չի հասկացել։ Չէ, մեր հայերը չէ։ Հա, այդ կոնֆլիկտը տեղի է ունեցել, էլի։ Կոնֆլիկտը հա, այդտեղ տեղի է ունեցել, կոնֆլիկտը հենց այն էր, կոնֆլիկտն որ այդ գեներալը էլ ոչ մի արտոնություն չուներ, իրան ոչ մեկ չէր ենթարկվել, ինքը ես դաժե հերվից լսելով որ արդեն Ռուստամը այդ գեներալին քյուֆուր քյաֆար կաբել բան, իրա զորքը առանձին շարեց բան, ես պրոստը էլ չմիացա իրա հետ, որովհետև արդեն ինչ-որ ջղայնացած եղնա, էլի ես իրանը սկզբից խնդրի, կնոր չեղավ, դեսեոր չէ, ուրեմն չէ, գելնինք իրև ասված ինչ եղավ եղավ, ես կուզեի իրա հետ միանալ, որ չէ, ուրեմն չէ։ Արմեն ջան, ուրեմն 2 տարի առաջ, 3 տարի առաջ էլի նմանատիպ դեպքով իմ մոտ հյուր է եկել Ստեփանակերտցի մի մարդ եւ պատմել թե ինչպես ոմն գեներալ ներկայացել է Սերգեյ, բայց իրական անունը Անդրեյ էր, թե ինչ խափել է, այսինքն ներկայացել է Սեյրան Օհանյանի հետ էր եկել այդ գեներալը ասել թե գնդապետ չեմ հիշում, բարձրաստիճան սպա հաստատ, հա, վերջը ասում է մեկ քարին տակում ինքը եկել է ներկայացել որպես ուրիշ անունով, հետո պատահում են Շուշիում, այդ մարդուն ոնց է ալնում խոսակցության մեջ անունը ուրիշ են տալիս, հա, ու տենց պալիտ է ալնում էլի, բացահայտում է, որ իրան ինքը սխալ է ներկայացել, խափել է, որ չիմանան իսկական անունը եւ իրանք հավանաբար նմանատիպ օպերացիա էին կազմակերպում թիկունքում, ինչպես դու ես պատմել, որ Դեշեկայով թե SVD-ով ֆռացել ձեր հետևից կրակել։ Չէ, SVD չէ, Դեշեկայ, գիտես, քեզի մի բան, մենք որ գելնենք վերև, մենք որ կբարձրանանք դեպի Թութակի ամսու 15-ին, դեպի Թութակի պոստեր որ կբարձրանանք, մենք ճամպին սարի տակը կայնաձեր բանը, կալոսավոյ բետերները իրա վերեն պուշկեն դրած, դերի դեշեկա էր էլ էլիշ բդերներ, դեշեկա բերներ, մի կարող է ուրի ոբշեմ իրա պուշկեն վերեն դրած, բայց այդ երեխեքը մեղք չունեն, այդ երեխեքը ինչ գիտեն ումը կկրագեն, սենք այդ երեխեքը մեղք չունեն, իրանց հրամանք ուտան, թե զուղությամբ կրագեք, իրանք մեղք չունեն աղբեր, իսկ մեզի չեն կրա, իսկ այդ գեներալը չի կրա մեզի որպես թուրքի տեղ դնե, որովհետև ինքը անգիր գիտե, որ այդեղ մենք են,
ու այդտեղ չկա ուրիշ, այդտեղ մենք ենք, մերոնք ենք, ախպեր, այդտեղ ուրիշ մարդ չկա։ Իրանք պրոստը իրանք պետք է զոհ տալ, շատ զոհեր տալ, իրանք այդ էր պետք, ախպեր։ Եթե իրանք չունենային, եթե իրանք էդիկ չուզենային, իրանք հիմի Ռոբերտ Քոչարյանը հիմի գելնի, երեք գելնիքսը հիմա բանը 5 միլիարդ, դե 5 միլիարդ զենք ունեի, դե երտայք ենել տայք, ինչի չկրվա կարա 5 միլիարդ զենք կար, ինչի չկրվա, այդ զենք չունեն, չեն կարա, այս չունեն, մահանա, ինչի ազգը սաղ կրվեր, ելել էր ոդի, ինչի վարի տվիկ ազգը։ Հետո էլ տեսան Գևոր ջան, մի խնդրակով մի բան վել ասեմ, իրանք էդիկ որոշին տեսան որ Փաշինյանին չեն կարա հանեն, 21 թվին որ եղավ չկարացան հանեին, դե գոնե այդ վաղ մտածեիր, եթե դու լավ ղեկավար եղնեիր, այդ պատերազմից հետո ժողովուրդը քեզի կընտրեն, բայց եթե պարտվող մարդուն ընտրին, ուրեմն դու էլ իրավունք չունիս խոսալու։ Դից բացի, եղբայր, դից բացի, հիմա դու ելել ես դու այդ զենքերից կխոսես, քու հրամանատը, քու այդ սաղ այդ գեներալներն իշքան կա, քու շներն են ախրում, քու շները ձեր հրամանատարության տակ։ Վերջը տեսան հնար չկա Փաշինյանին ինչ հանեն Փաշինյանին, բռնինսին մտածենք, բեր Ղարաբաղի ժողովրդին հանենք Ղարաբաղ, բերենք լցենք Հայաստան։ Ես հասկանում եմ ժողովրդին հանին բերին, ինչի հանիք այդ ժողովրդին պես վարի տվի կար։ Արմեն ջան, ես քո հետ ինչ որտեղ համաձայն եմ եւ համարյա նույն ձև եմ մտածում, բայց թե ցավոք սրտի մեկ այլ իրավիճակ է ստեղծվում, քանի որ ես հենց նոր քեզ ասեցի, որ 3 տարի առաջ նույն թեմաների շուրջ էլի ականատես մարդ ա եղել, պատմել եմ եթերով այդքանը, հիմա դու ես պատմում, եթե այսուհետ եւ մինչեւ հիմա չեն ձերբակալվել մարդիկ, որոնց մասին հրապարակային անընդհատ հնչվել է, պատմել են իմ եթերում, մեկ այլ բլոգեր եւ մեկ այլ լրագրողի եթերում, ու մինչեւ հիմա չեն ձերբակալվել, ես չգիտեմ ինչ ասեմ այսօրվա իշխանության այդ մասով, չէ՞ որ իրանք են այդ մարդկանց պատասխանատվության ենթարկողները, իրանք պետքա դատ ու դատաստան տեսնեն, իրանք պետքա հրահանգեն թե դատախազությանը, թե արդարադատությանը, որ զբաղվեն այս հարցերով։ Արդյոք այս տեսանյութից հետո դու պետքա օրինակ լուր նստես արտասահմանը որտեղ որ կաս, այլ հակառակը պետքա քո հետ կապ հաստատեն, ասեն ունես ապացույցներ, ունես վկայություն, ես ասել եմ, ես դաժե գնացել եմ ազգային ժողով, եղբայր։ Ես դաժե գնացել եմ 21 թվականին, չէ 20 թիվն էր, 21-ը չէր, 20 թիվն էր, նոյեմբերի վերջերն էր, по-моему, թե դեկտեմբեր ամիսն էր, չեմ կարա հիշել կոնկրետնի ախպեր ջան։ Ես դաժե գնացել եմ ազգային ժողով, ես էլ եմ որ այդ դավաճանները ձեր դեմն են նստած։ Առաջի շարքերին շատ ասել, Արմեն ջան, ինչ են ասել են կզբաղվենք, թե ասել են ապրես գնա քո գործերին, մենք էս թե իրար հետ լեզվակռիվ ենք ազգային ժողովում։ Կզբաղվենք։ Հիմա քո կարծիքով լավ անցանք պատերազմի պատմությունը պրծանք անցանք քաղաքական կյանքին, ընտրություններ ա մի շաբաթից, մարդիկ պետքա ընտրեն, դու էլ ոնց հասկացա, այո նախկին իշխանություններին դեմեց եւ այսօրվա իշխանության ոնց որ ինչ որ չափով կողմ ասեմ, թե Չէ, ես կողմ եմ, ես ներկա իշխանության կողմ եմ նրա համար, որովհետեւ իմ ազգի մեծամասնությունը Գևոր ջան, այդ իշխանությանը կողմ է։ Իսկ ես քի պետքա չլինի։ Լավ, եթե հանցագործությունները չի բացահայտում, եթե հանցագործությանը հանցակից են դառնում օրվա իշխանությունները, արժե այդ իշխանությունների պաշտպանել։ Դու այդպես ես Բայր ու մտանք։ Էլ ուրիշ մարդ չկա։ Ես չեմ կողմնորոշում, ոչ էլ ասում եմ մի տվեք։ Ուղղակի, բալավ, ինչպես բացատրենք այս ամեն ինչ, եթե այսօրվա իշխանությունը չի ձերբակալում, այդ թվում եւ պատմածի հետևանքով։ Հա, դաժե ես չեմ կարող ասեմ, ես չգիտեմ, բայց իմ բանը այն է որ ասել եմ։ Չես կասկածեմ որ միասին են։ Ամեն ինչ հնարավոր է։ Դե դրա համար եմ ասում, միջև չբացահայտվի 44 ծնապատերազմը։ Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, ախպեր, ինչ ասեմ։ Եթե կասկածանքով չեն ամուսնանում, պետք է համոզված լինես, որ քո դիմացի աղջիկը կամ եթե աղջիկա մտածի իր դիմացի տղան իր հանդեպ մաքուր սրտով է։ Հիմա ամուսնությունն է, այս ընտրությունները սա զաքս է, ամուսնությունն է։ Արմեն ջան, ինչպես գնանք ԶԱԳՍ, ինչպես գնանք ամուսնանանք, ամուսնացնենք մեր իշխանությունը մեր պետության հետ, եթե մենք չգիտենք իրանք հանցագործների մասին գիտեն աչք են փակում, համագործակցում են։ Ես ընդհանրապես չեմ կարա արդեն ոչ մեկի անունից արխայի խոսալ, որովհետև այս պատերազմից հետո արդեն 6 տարի է, 6 տարի է մենք չենք տեսնում լուրջ դատ ու դատաստան, որի հետևանքով ժողովուրդը
կհանգստանա։ Եղբայր, ես ամեն այդ ազգային ժողովը գտնայեմ ու գտեսնիմ, որ Սեյրան Օհանյանը առաջի շարքում է նստած, ես ամեն անգամ ինֆարկտ կստանամ, ախպեր, ես ամեն անգամ ցմցումների մեջ գտնիմ, թե ոնց կարելի է Դավաճանը գա նստի այդեղ, ախպեր։ Դե դու ասում ես Դավաճանը, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրանց հետ լեզվակռվի մեջ է, որը որոշ մարդիկ օրինակ չեն ասում Դավաճան, ասում են ինչ լավ է, մեկը մյուսին տեղն են դնում։ Պարզա Սեյրան Օհանյանի աջակիցը ոգևորում է, երբ որ Սեյրան Օհանյանն է սաստիկ ելույթ ունենում, Նիկոլ Փաշինյանի աջակիցները ոգևորում է, որ Նիկոլ Փաշինյանը սաստիկ ելույթ է ունենում ազգային ժողովում։ Ու սենց մեզ մագնիտոֆոնը միացրած երկի տակ կամաց բերել են հասցրել 26 թվականի հունիսի 7 այնքան դժվար է հիմա ընտրություններ գնալ ընտրել այն իշխանությանը, որ չի դատել նախկին հանցագործ կլանին, նախկին իշխանություններին, որոնք մեղադրվում են թե բազմաթիվ կոռուպցիայում, թե բազմաթիվ հանցագործություններում, այդ թվում պատերազմը ես ընտրության вообще չեմ մասնակցում, ես խոսք եմ տվել իմ մեջ ծառայության ժամանակ 98 թվականին, երբ որ եղավ Ռոբերտ Քոչարյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտրությունները։ Մեզի ստիպելով ես այդվաղ ծառայության մեջ էի։ Մեզի ստիպելով սինոր բդի ընտրեք Ռոբերտ Քոչարյանին։ Ես ընտրեցի Կարեն Դեմիրճյանին։ Ես ընտրեցի Կարեն Դեմիրճյանին, եղբայր։ Հետո այդ փուլը երկրորդ փուլ գնաց, չէ, երկու ընտրություն եղավ, 98 թվին երկու ընտրություն եղավ։ Դե մեր զինվորներից ինչ-որ հասցրել էին, մեր կամբատը եկավ շարեց գիշերով, եկավ ընտրություններին պարտադիր դիմրեք Քոչարյանին մոտեցավ ինձի, դու հասկացար, պարոն Դեմիրճյան, ես Դեմիրճյան չեմ, բասավ Դեմիրճյանը օրոխբերը դե թե մորկուրի տղեն է, թե հորկուրը դե, քեզի ասված է արային ինչ որ երած է, չէ, դու ծառայություն չես ունենա։ Ես մի տարվա ծառայող է, 98-7-ին եմ գնացել, չէ, դաժե ինչ մի տարվա, 6 ամսվա պամոյեմ, 98-ի գարունն եղավ էդի։ Հասկացա։ Լավ, երեք Ռոբերտ Քոչարյանը Պետրոս Ղազարյանի հյուրն էր, Պետրոս Ղազարյանն էլ է իջել 20 տարի հետ, հարցեր է տալիս 20 տարի։ Ես թարմ հարցեր եմ բարձրաձայնում։ Այնորն է եղել պատերազմը ու քո ասած Սեյրան Օհանյանը առաջի շարքեր եմ անցնում ազգային ժողովի եւ կգնացի մասնակցում ընտրություններին։ Այսինքն նախկին եւ ներկա իշխանությունները այս ինչով են իրար հետ կապված։ Միգուցե պարտությունը իշխանության գրպանում է, իսկ դավաճանությունները ընդդիմության գրպանում է ու քանի որ ես չեմ մտածել, պարտությունը, ախպեր, իշխանությունը կապ չունի պարտության հետ։ Պարտությունը հենց դաշտում կրվողն է, պարտությունը դաշտում կրվողինն է։ Ու մեր պարտությունը, հենց մեր պարտությունը փողով վաճառվելն է։ 5000 դրամից սկսված մինչև հիմի որ փողով կծախվին։ Այ դա մեր պարտությունն է։ Դա արդեն քաղաքական թեմաներ է։ Դա քաղաքական թեմա, ես քաղաքականության մոդիկ մարդ չեմ, բայց իմ կարճ խելքով այդ է։ Հենց սկզբից սորվծրին ժողովրդին այդ օրը հիմի փառք ասու, ժողովուրդը կաբրի, իմ ազգից մեծամասնությունը եթե համաձայն է, ուրեմն դրսի մարդը իրավունք չունի ինչ որ բան որոշե, քանի որ այդ ինչ նոր այդ դժվարություններն են ներսի մարդը տեսնողը, այդ օտնե ինքը կշնչե, այդ ներվային համակարգն է ներսի մարդուց կերտա, եթե ներսի մարդուն վիգտնի է, դրսի մարդուն պետք է վիգտնի եղնի, հեշ մեկս իրավունք չունինք, ես հեշ մեկս իրավունք չունինք, հասկանում եմ ես իմ ազգիս կողմ, իմ ցավը իմ ազգ, ես իմ ազգը շատ կսիրեմ, իմ պետությունը, ես պրոստը որ հիմի օրենցի կարան հարց տան, որ ազգդ կսիրես, ինչի Հայաստան չես ապրի, ես կարամ ասեմ, ես գնացել եմ 15 տարեկանից դրսերը, սա ուտպես Քոչարյանի վախտով գնացել եմ, որ իր դեղացով գնացել եմ, ուտպես ապրեմ, հենց է ընտանիք կազմ է, բայց եթե իմ ազգիս մի հատ թեթևման, ես իմ ազգիս կող կնեմ, գալող կայնող եմ իմ կյանքս, դվնող եմ իմ ազգիս համար։ Լավ, ոնց հասկանանք, Արմեն ջան, լավ, ականատեսից եղել դավաճանության հանցակից խումբը գտնում է ազգային ժողովում եւ իշխանությունը ոչ միայն քեզանից, այլ բազմաթիվ քաղաքացիներից, որ ականատես են եղել այդ պատերազմ տեղի ունեցածին, պատմել են իրանց, դու գնացել ես խորհրդարանում էլ իրանց պատմել, եթե աչք են փակում, գործ չեն հարուցում, իրար հետ լեզվակռվի մեջ են ու ժողովրդին այդ լեզվակռվի մեջ պահում են, քաոսի մեջ, շումի մեջ, այս զրույցների, այս գորգորոցի մեջ, ժողովուրդը չի իմանա ճիշտը որն է, սխալը որն է, սևը որն է, սպիտակը որն է։ Համաձայն եմ, համաձայն եմ։ Այդքանից հետո ասում ես բայելուր, այսինքն հանցագործին չեմ ընտրում, բայց հանցակիցին ընտրում եմ։ Եթե իշխանությունը չի դատում հանցագործին, հանցակից է դառնում։
Այս եթերից հետո եւ այս տեսանյութը հրապարակելուց հետո ամենայն մեծ հավանականություն կա ես ձերբակալվեմ կամ քո հետ մի վատ բան լինի, քան թե նշվածս մարկանց հետ։ Կրայերնի համաձայն եմ, կրայերնի, հա։ Ու երբ որ սենց տրամաբանական հարցեր են բարձրաձայնում, պարտքու պահանջ եմ դնում, որ խիպը դատարանում չեն, բանտերում չեն գտնվում նշվածս անձինք, քո պատմած անձինք, հա, հանրության մեջ կան մարդիկ, չգիտեմ, կեսը ֆեյքեր են, կեսը կոնկրետ սենց մոլի աջակից են, բան, գիտեն թե ինչ որ վիրավորական բան եմ ասում, անհարգալից խոսք եմ ասում իշխանությանը, մի գրամ վիրավորանք եւ անհարգալից խոսք չկա իմ խոսքերի մեջ, իմ նախադասությունների մեջ։ Իմ խոսքերքը միայն ու միայն բողոք հա, քննադատություն հա, պատասխան է պահանջում։ Ես շուտվանից կհետևեմ, շուտվանից կնայեմ ու քեզ ասեմ շատ հիացած եմ։ Դու իրոք շատ ճշմարիտ տղա ես, Գևորգ ջան, դու ինչ ասում ես, դու խելքին մոդիկ, քո մեկնաբանությունները սա խելքին մոդիկ են ու շատ ճշմարիտ ու զգացվում է որ դու իրոք ազգի համար ես, դու ոչ մեկին չես ծառայում, ոչ մեկի հերիքեզեն ոնց ասած ոչ մեկի շունը չես, որ քեզի ասեն դու ես բդենես կամ են բդենես, դու չես ծախվի, դու քո ինքնասիրությունը չես ծախե, բրա դու կամ քո տասիպը չես ծախե, քեզի ոչ մեկ չի կարա, դրա համար ես քեզի հարգում եմ ու դրա համար ըտկան չեմ ասի քեզի պես, բայց այդ տեպի մարդիկ կան, բայց ես որոշել եմ վիբրս դրել եմ քո վրա, որովհետև ես քո մեջ ճշմարտություն կտեսնեմ, ախպերս։ Այդ նույն ձևի է ես եմ մտածեմ, ցավը տանիմ։ Դրա համար էլ ես քեզի մի անգամ գրի որ եթե ինչ որ մի բան կա, դու գիտեցի որ դու ընկեր ունիս ու քո կողքը կայնող է, հերոյ եմ, բայց էլի գուկամ։ Ես իմ ազգիս համար իմ կյանքը չեմ խնայել, վրա ցանկացած ես դրսում իշքան ապրել եմ, ես ցանկացածին հայի հետ եմ ծանոթացել։ Ցանկացածին իմ ապրելով, իմ բարիությունով, իմ լավ վերաբերմունքով ես մարդկանց հայ տեսագին եմ ներկայացրել, եղբայր։ Ես հբարտ եմ եղել որ հայ եմ, հբարտ եմ մինչև հմի, հբարտ ես հայի կտեսնիմ, ես հայի հետ ուրիշ ցանկացած հայ տեսկան չէ որ հայ կտեսնիս փախի հայից բան եւ այլն էլի պես բաներ բայց ես չունիմ այդ բանը բռա եթե հայը ես իրա ցավը տանիմ եթե դրսում շուն հանդիպիմ որ հաճալով հասկացու որ հայաստանցի է ես իրան կբերեմ հաց կուտամ ջուր կուտամ տեղ կուտամ ես իմ ազգը կսիրեմ իմ ազգից թասիբը հենցի կարևոր է կներես ու գուզեմ որ իմ ցանկությունն է որ թող ժողովուրդը տեսնի թող իրանց կամ կընտրեն չեն ընտրեն ում չեն ընտրեն բայց խաչյաբը ճշմարտությունը գոնե իմանան կարող է այդ ճշմարտությունը մի քանիսը գիտեն մեծամասնությունը բայց թող ըսպես իմանան եթե գուզեն ընձի դատի տան խնդրեմ ես պատրաստ եմ կայնիմ դատարանի առաջ ես իմ հետ կբերեմ մարդիկ ես իմ խոսքից չեմ հրաժարվի այդ նույն արտի կրան ընձի պայեն ուրիշ տրեկին կսեմ գուկան նույնը կպատմեն իրանք էլ սխալ բառ դեղ ավելցած բառ չկա բռա Արմեն ջան, ես լիարժեք վստահում եմ քեզ, չնայած ես առաջ անգամ եմ քո հետ շփվում, բայց մարդու խոսքից երևում է, որ մարդը խափող չի եւ հնարող չի։ Դու չհնարեցիր, դու ասեցիր քո աչքերի դեմով ինչ անցավ նա, ես լսեցի այն ինչ որ քո աչքերի դեմով անցավ։ Ես իմ սաղ կյանքը սերիկ իմ աչքերից դեմը կա այդ արտահայտությունը, այդ իրա դեմքի արտահայտությունը, դեմքի ժպիտը, ինչ եղե իմ դեմը կայնած է եղել Ռուստամը Գասպարյան, Ռուստամից հետո ես Աբուչինա դոշի վրա սարի, դոշի վրա թինգեի, տվե երկինքը գնայի, կսպասեի, թե երբ պդի մեզի բան տան, էլի կամատան վիրևելնիք, ու այդ պահին այդ խոսակցությունը գնաց, իմ դեմը կայնած էր, ու Ռուստամը նոր լսեց այդ խոսակցությունը, Ռուստամը սպես գլոխը թապ տվավ, ոտը քարի խպեցնեց, չղայնացած էլի, նենց փոքր քարի էլի պես խպեց ու պես գլոխը թապ տալեն, թե էլի ես ինչ կկադարվի էլի, ու այդեղ ես իրան ինքը իմ դեմս եղսի կամանդիր կարելի է մի բանով խնդրեմ ու պես խոսացինք ու դեռ մոտեցավ մեր մյուսը ով որ զապաս էր էլի աֆիցեր այդ մարդն է եթե ողջ է իրան հազար առողջություն ինքը նեկան նույն բանը կարա որ մենք իրեկով ես ինքը մեկ էլ Գասպարյանը Ռուստամն ենք եղել մեր զրույցը Արմեն ջան, լավ, եթերը փակում եմ, բայց վերջում ասեմ ժողովրդին, որ իմանան, ինչպես դու ասեցիր, որ դու 3 ամիս առաջ թե երբ էիր էլի ինձ դիմել, որ այս զրույցը ունենանք ես մերժել եմ, հիմա հիմնավորում եմ նորից ինչի է մերժել, քանի որ ես հոգնել եմ հրապարակային խոսալ, քննադատել, մեղադրել
այն ինչ որ քրեական վարույթ պետք է ընդունի եւ պետք է դատավորը որոշի այդ մարդկանց ճակատագիրը։ Ես հոգնել եմ եւ չի ուզում շարունակել, բայց այսօրվա եթերը եւս մեկ անգամ հնարավորություն եմ տալիս ես եւ մնացած մեր հայրենակիցները, ովքեր որ ուզում են ճշմարտությունը հելնի ջրի երես, իսկ ճշմարտությունը մենակ կարա հանի ջրի երես օրվա իշխանությունը։ 6 տարի է սպասում ենք, որ նշվածս մարդիկ, քո պատմած մարդիկ անցնեն դատարաններով, բայց սա ազատության մեջ են, պաշտոններ են զբաղեցնում եւ ունեն ֆինանսական մեծ հնարավորություններ ու լրատվականներ։ Խնդրեմ, այս եթերով, եթե իշխանությունները շահագրգիռ են, թող Արմենից էլ բացատրություն վերցնեն, հիմք ընդունեն մեր այս տեսանյութը։ Ով գուզե, ցանկացած մարդ ով գուզե։ Ես պատրաստ եմ, ես իմ ամեն խոսքից թեմը ստորագրեմ, պատրաստ եմ։ Всё, Արմենն էլ պատրաստ է, ես ինքս եթե ես պատրաստ եմ հարթակ տրամադրել յուրաքանչյուր adekvat մարդու, ով որ պատերազմի մեջով անցել է եւ շրջահայաց է եղել, թե ինչ է կատարվում պատերազմի ժամանակ։ Ես հասկանում եմ, որ լուրջ կրվող տեղեր ժամանակ էլ չեն գտնի, թե տենան ինչ է կատարվում, բայց Արմենը քանի որ զինվորական չէր, այլ կամավոր գնացել է, իրան պետքա ուղղություն տային, տեղանքը ցույց տային, ձևը պատերազմի եւ այլն, մարդը միայն հասցրել է տեսնի դավաճանական խոսույթ, գեներալի դեմքի ժպիտ, դավաճանություն եւ հրետակություն։ Ու ապրել եմ հիասթափություն մեր այդ հրամանատարներից, որ այդ կարգի իրանք անտարբեր էին ախպեր։ Արմեն ջան, դու նոր պատմում ես, որ Սեյրան Օհանյանի դեմքին ժպիտ ես տեսել, ընդ ասել։ Ես դրա համար դրան ադելով կադեմ այդ մարդուն այդ ժպիտի համար։ Ես միշտ իմացել եմ, որ Սեյրան Օհանյանը ազգասեր հերոս մարդ է, միշտ իմացել եմ եղբայր, բայց ես որ այդ ամեն ինչը տեսա ու իրա յենտագա գեներալը այդ ձևիսա ու հաջորդ օրը ես իրան ծորից հասնում ժպիտը երեսը տեսա եղբայր, դու չես պատկերացնե, ես այդ մարդուն ադել ու մինչև հիմա ես կհամարեմ համար 1 թշնամի Հայաստանի համար, ազգի համար համար 1 թշնամի, այդ ժպիտի համար։ Արմեն ջան, եթե Սեյրան Օհանյանը գեներալ տեղով իմանալով որ ռազմի դաշտում կորուստներ ունենք, հələ ժամանակ էլ արդեն Ջաբրայելը կորցրած, պարզազոհ է։ Հա, եթե իր հայացքին ժպիտ է հայտնվել, դա խոսում է նրա մասին, որ Սեյրան Օհանյանը այդքան էլ պարզա ժպտացող մարդը ինչ է մտածում։ Ես օրինակը բերում եմ, որ լիքը այդպես պատերազմ գնացած, բայց թիկունքում սելֆի արած, ֆորման հակը, բրոնեժիլետ կամ զենքեր ձեռը, հասցրել են սելֆի անին, երկեն, բան, տենց կան նորից թե ցույց տա, որ կռվի մասնակից են։ Իրականը միշտ ասում եմ, չի կարա եղբայր կորցնող մեկ այլ ողջ զինվոր դեմքին ժպիտը լինի, ուրախություն լինի, որովհետև 44 օրյա պատերազմը ես չեմ լավ ականատես եղել, բայց ես հերվից հեռու Ռուսաստանից գիտակցում էի, թե ինչ արյունահեղություն է, թե ինչպես է մեր տղերքը զոհվում ու ոչ մի բան չեն կարող անել։ Ես այդքանը գիտակցելով հացը կուլ չէր գնում իմ բերանım։ Ես 48 էի այդ ժամանակ, իմ հետ աշխատակիցները մեծ զավոդում էի աշխատում, Սնկի զավոդում, Դինսկոյի ռայոն, կարան հետաքրքրվեն, ասեն Գևորգը սաղոր կոնֆլիկտների մեջ է, ընդ բանը մի հատ ցգան կա էլի գնչուհի կիներ բանը բրիգադիրը անընդհատ մոտիկանը մեր գիտեր դե որ պատերազմը մեր երկրում ես չեմ կարող շփվեմ մարդկանց հետ ագրեսիվ եմ ու հետս խոսում է կռիվ ալնում չեմ կարող հաշ չեմ ուտում նորմալ հիասթափված տխուր իմ վիճակս ընդ ավելի վատ էր քան թե Սեյրան Օհանյանի փաստորեն վիճակը ռազմի դաշտում ես հիշում եմ այսօրվա պես երբ որ ճաշարանը նստած դե մի 50-60 100 հոգի չեմ հիշում շատ մարդիկ էինք նստում սեղաններ էր առանցին հաց ենք ուտում ծնողներից ընդ աշխատողներից մեկի որդին պատերազմի դաշտում էր այդքանի օրը ինքն էլ ինպես հաշ չէր ուտում նորմալ տխուր սենց էլի բան ու որ զանգին լուրը հասավ որ իր երեխան ոտից վիրավորվել է մայրը որ պետք է ասի վայ բալես երեխուս ոտը ինքը ճչաց գոռաց վայ Տեր Աստված որդիս փրկվեց գոռում էր ճաշարանը ես էլ հետը մի քիչ այս պահին սենց թեթև զգացի որ քո այս երեխուն ճանաչում է էլի որ իրականում մինչև բանակ գալը դե Ռուսաստան ծանոթ էր տղանից մի տեսակ խիղճս ու սիրտը սենց հանդարտվեց հանգստացավ սենց լավ զգացի այդ ժամանակ մի քիչ հաց կերաբան բաց հելել եմ բաց այդ տղեն փրկվեց լավ բա մնացած մեր եղբայրները կոտորվում են ու ընդ ժպտացող գեներալներ չգիտեմ ծախված դավաճան շներ հասկանում ես Արմեն ջան հիմա սաղ կարում են
Ես իմ նման ոչ մեկ չի կարա անկեղծ Խոստովանի ասի տղերք, ես ձեր կողքին չէի, բայց ես չէի ապրում, ես ողջ մեռած էի իսկապես։ Իմ շրջապատը գիտեր, իմ բարեկամությունը գիտեր, ես Պարզ է, գնացել էի Ստավրապոլ, պատերազմը սկսվել է, ես Ստավրապոլում էի, որ եղբորս տղեն եկել էր ինձ ինձ տենար կնոջ երեխուն վերցրած, որ եկել է, այդ օրն էր պատերազմը սկսել, թե ոնց ոչում, եկել է մենք ուրախ տրամադրված, պատերազմը սկսվել է, եկել է, չեմ կարում աղբորս հետ խոսամ, երեխու հետ խաղամ, տխուր, գնում եմ, մենակ եմ ուզում մնամ, ես իմ մտքերի մեջ, իմ հույզերի մեջ, գնում գալիս է, դե ինքը Ռուսաստան ծնված մեծացած, սա ճիշտ է իկնել է տխրում, ասում է Գևորգ ջան, դա պլախոյ, там всё, վայնա, տուդա, վերջը դե ինչ անենք մեր ձեռը բան չկա դավայ գնանք պրագուլկա անենք բան ասի չեմ կարում դուք գնացեք ինքը մյուս ախպերս գնում են երեխեքի հետ գուլակ ես մնում եմ մենակ չեմ ապրում մեռնում եմ ես գիտեմ որ իմ հիվանդությունները եւ այս ամեն ինչը իմ մոտ այդ օրվանից է սկսվել այդ օրերից է սկսվել ես գիտեի որ ես չգիտեի կյանքում չէի պատկերացրել որ ես իմ հարազատ ախպերը գիտեմ ողջ առողջ է բայց տղերք որ ես ինձ չեմ էլ ճանաչում ու ռազմի դաշտում զոհվում են, ես սկսեցի զգալ եղբայրական այդ կապը եւ սկսեցի զգալ թե ինչպես է դժվարել է այդ ամեն ինչը։ Նույնն էլ 23 թվին Արցախի հայաթափումից հետո ես հասկացա որ ծննդավայրից կտրվել է եւ զգալ որ ծննդավայր շունես կորցրել ես, դա մի ուրիշ զգացում է, վատ զգացում, որ դու էլի կիսամեռ վիճակ ես, այսինքն դու մի ձև կտրված ես հողից։ Վարդը կամ ծառը կամ ինչ որ բույս, եթե պոկում ես հողից ինքը թոշնում է, եթե նույնիսկ դնես թազա հողի մեջ, մի քանի օր թոշնացա ալու, միջև ադապտանում է, ես հիմա 3 տարի է, ես չեմ կարող ադապտանամ, չեմ կարող մարսեմ, դե պարզա չունի հոգի, խոտը, կենթանին բույսը, բայց մարդը հոգի ունի, հոգիս մնացել է իմ ծննդավայրում, ում համար, ինչի համար, քո պատմած մարդկանց պատճառով, Արմեն, այն ինչ որ դու հիմա եթերում ասեցիր 100%։ Այսքանը ժողովուրդ ջան, կխնդրեի, որ այս տեսանյութը լայքերով, մեկնաբանություններով եւ կիսվեք եթերում անկախ նրանից թե դատական համակարգը ինչպես կվարվի, իշխանությունները ինչպես կվարվի, միևնույնն է պետք է հայ հասարակությունը տեղյակ լինի իրականությունից։ Այն ինչ որ պատմել է Արմենը, ես կիսում եմ ամբողջովին, վստահում եւ հավատում եմ, որ այդպես է եղել։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։